Ինչպես նաև ավելի լայն ապակենտրոնացված համագործակցության մասին։ Նախ առաջ բարև բոլորին։ Ես եմ ուզում միանալ շնորհակալական խոսքին ձեր հյուրընկալման համար, կազմակերպման համար, ինչպես նաև այստեղ բոլորի ներկայության համար։ Ձեր հարցին կպատասխանեմ ասելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը հիմնարար է։ Վեցերորդ լինելով, որը խոսում է, բնականաբար կիսում եմ բոլորի մտքերը, բայց ամեն դեպքում մի քիչ ավելի կմանրամասնեմ, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ բարեկամական խմբերին ասոցիացնելու համար այս հրավիրելու համար այս իրադարձությանը Վլադիմիրին եւ հրավիրելու համար եւ մեծագույն հաճույքով եմ գալիս Գորիս, որովհետեւ երրորդ անգամն է, որ այստեղ եմ եւ կարծում եմ, որ սենատորների պատվիրակության համար, որոնք այստեղ էին 2023 թվականի ապրիլի 23-ին, այդ ժամանակ գիտակցեցինք, թե ինչ է նշանակում պատերազմի մեջ գտնվող կամ հարձակման ենթարկվող երկիր, որովհետեւ Հայաստանը պատերազմի մեջ չէր, բայց հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի կողմից եւ մենք հանդիպեցինք Գորիսի քաղաքապետին, որ ջաշի ժամանակ մեզ լքեց, հեռացավ մարզպետի հետ միասին, որտեղ հենց այդ պահին սահմանի միջատև կար։ Ժուրնալիստից հարց էր տալիս, հարցնելով, թե դուք ինչպես դուք սենատը օգնում եք Հայաստանին, պատասխանեցի ասելով, որ պետք է Հայաստանին օգնել անվտանգությունը ամրապնդելու համար, նա շարունակեց հարցեր տալ եւ ես ասացի, պետք է օգնել Հայաստանին, որպեսզի ռազմական պաշտպանական բավականաչափ միջոցներ ունենա իր սահմանները պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած Սենատում Բրունո Ռետայոն հանրապետականների համար կենտրոնական ուժերի համար, Պիեր Ուզուլյասը եւ ես Ձախակողմյանների համար համատեղ Cette troisième résolution, c'est important à noter, elle a été votée par l'ensemble des sénatrices et des sénateurs որը բոլոր սենատորների կողմից ստորագրվեց եւ որը պահանջում է մեր գործադիր իշխանությանը աջակցել Հայաստանին համապատասխան ռազմական միջոցներ տրամադրելու Հայաստանին իր պաշտպանությունը ապահովելու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործադիր իշխանությանը մեզ լսելու համար եւ այս համագործակցությունը ինձ շատ կարեւոր է թվում, որտեղ եթե մենք ցանկանում ենք հայկական եւ ֆրանսիական համայնքները շարունակել ապակենտրոնացված համագործակցություն շարունակել, պետք է որ Հայաստանը կարողանա ապրել իր սահմանների մեջ, խաղաղության մեջ։